Տիեզերագնացներ Բուչ Ուիլմորին և Սունի Ուիլյամսին, որոնք Boeing Starliner-ով թռած առաջին անձնակազմն էին, հաջողվել է 9 ամիս հետո վայրէջք կատարել երկիր։ Տիեզերքում խնդիրներ էին առաջացել կապված Starliner-ի շարժիչային համակարգի հետ և լրջորեն կասկածի տակ էին հայտնվել տիեզերանավի անվտանգ վերադարձի շանսերը։ Մահացել է դերասան, հաղորդավար, ասմունքող, Հայաստանի վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը։ Դերասանը 60 տարեկան էր, նա երկար ժամանակ պայքարում էր քաղցկեղի դեմ։ Սրբազան պայքարի երիտասարդների կողմից նախաձեռնած «Չենք վստահում Փաշինյանի իշխանությանը», չնայած անձրևին ակցիան կայացավ ու բազմաթիվ քաղաքացիներ անվստահություն հայտնեցին այս իշխանություններին։ Ակցիան լինելու է շարունակական ու այսօր էլ մարտի 19-ին ժամը 18:00-ին կհանդիպենք Աբովյան փողոց, Հյուսիսային պողոտա Խաչմերուկում։ Սիրելի քաղաքացիներ, սիրով սպասում ենք ձեզ։ Հայտնեք ձեր անվստահությունն այս իշխանություններին։ Մենք այլընտրանք չունենք, երրորդ ճանապարհ չկա։ Կամ մենք ունենում ենք հայրենիք ու պատիվ, կամ այս իշխանությունը շարունակում է իր գոյությունը։ Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույցում շարունակել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ մտքերի մանրամասն ու անկեղծ փոխանակումը հայտնել են Կրեմլից։ Պուտինը Թրամփին ասել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան չորեքշաբթի օրը կիրականացնեն գերիների փոխանակում 175-175-ի դիմաց ձևաչափով։ Զրուցակիցները կողմ են արտահայտվել երկկողմ հարաբերությունների կարգավորմանը, աշխարհում կայունության համար ընդհանուր պատասխանատվության լույսի ներքո։ Անդրադարձ է եղել մի շարք միջազգային հարցերի, այդ թվում Մերձավոր Արևելքում և Կարմիր ծովի տարածաշրջանում տիրող իրավիճակին։ Ռուսաստանի Դաշնությունն ու ԱՄՆ-ն ուկրաինական կարգավորման հարցով փորձագիտական խմբեր կստեղծեն։ Հակամարտության սրումը կանխելու հիմնական պայմանը պետք է լինի արտաքին ռազմական օգնության և Կիևին հետախուզական տեղեկատվության տրամադրման դադարեցումը, ասել է Ռուսաստանի Դաշնության ղեկավարը։ Ադրբեջանը կալանքի մեջ պահվող հայերի համար պետք է ապահովի արդար դատաքննության իրավունքը և բավարար պայմաններ համաձայն իր միջազգային պարտավորությունների։ Բրյուսելում Armenpress-ի թղթակցի հարցին ի պատասխան այս մասին ասել է ԵՄ արտաքին և անվտանգության հարցերով խոսնակ Անիտա Հիպերը։ Մենք տեղյակ ենք, որ Հայաստանի կառավարությունն ու մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ մտահոգություններ են հայտնել մեղադրյալների նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ։ Մենք այս մտահոգությունները շատ լուրջ ենք ընդունում և ուշադիր հետևում ենք զարգացումներին։ Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ ու անաչառ կերպով հետաքննեն բոլոր մեղադրանքները վատ վերաբերմունքի վերաբերյալ և եթե դրանք հաստատվեն, ապա պետք է պատասխանատվության ենթարկեն մեղավորներին։ Բաքվի ռազմական դատարանում ընթացող դատավարություններն առաջվում են շատ ավելի լայն Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և տևական խաղաղության հաստատման հարցին։ Ուստի մենք շարունակում ենք կոչ անել Հայաստանին և Ադրբեջանին հենվել արդեն իսկ ձեռք բերած հաջողությունների վրա և շարունակել առաջընթացը հարաբերությունների լիարժեք կարգավորման ուղղությամբ, ասել է Եվրամիության արտաքին հարաբերությունների ու անվտանգության հարցերով խոսնակ Անիտա Հիպերն ու հավելել, որ Եվրամիությունը շարունակելու է աջակցել այս գործընթացին իր ողջ գործիքակազմով։ Թուրքիայում ձերբակալել են Ստամբուլի քաղաքապետին։ Էքրեմ Իմամօղլուն համարվում է հնարավոր արտահերթ նախագահական ընտրություններում Ռեջեփ Էրդողանի գլխավոր մրցակիցը։ Ուկրաինան կարող է կորցնել Օդեսան Պուտինի և Թրամփի այսօրվա բանակցությունների արդյունքում։ The New York Times պարբերականը Թրամփի և Պուտինի առաջիկա հեռախոսազրույցը համեմատում է Յալթայի համաժողովի հետ։ Ռուսաստանը կստանա գրեթե ամբողջ տարածքը, որը վերահսկում է Ուկրաինայում, նշում է հրատարակությունը։ Ընդ որում Ուկրաինայում մտավախություն ունեն, որ Ռուսաստանը կստանա Օդեսան բանակցությունների արդյունքում։ Զելենսկու օգնականները մտահոգված են, որ Թրամփը կարող է բավարարել Պուտինի այլ ցանկությունները Ուկրաինայի որոշ մասերի վերաբերյալ, հնարավոր է ներառյալ Օդեսայի կարևոր նավահանգիստը։ Նկարագրում է NYT Fantastic սցենարը։ Կան նաև այլ նշաններ, որ Թրամփը պատրաստվում է զիջումների գնալ Պուտինին, հավելում է թերթը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինային զենքի մատակարարման դադարեցումը հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման նախապայման է անվանել, հայտնում է Bloomberg-ը, վկայակոչելով իր աղբյուրներին։ Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման շուրջ Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ առաջնորդների հեռախոսազրույցը պետք է կայանա այսօր։ Ընդ որում բանակցությունների առանցքային նպատակը 30-օրյա զինադադարն է, նշում է պարբերականը։
Շվեյցարիայի Դաշնային ժողովի վերին պալատը կանտոնների խորհուրդը ընդունեց Լեռնային Ղարաբաղի համար խաղաղության ֆորում հայերի վերադարձի հնարավորության ապահովում վերնագրով նախագիծը։ 46 անդամներից 29 կողմ քվեարկեցին նախաձեռնությանը, որով կոչ է արվում Շվեյցարիայի իշխանություններին հիմնել առանձնացված հարթակ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսության համար, հայտնում է Արցախի նախկին ՄԻՊ Գեգամ Ստեփանյանը։ Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը ամենայն հավանականությամբ առաջիկա հեռախոսազրույցի ժամանակ կբարձրացնեն հնարավոր անձնական հանդիպման թեման, հայտում է CNN-ը, վկայակոչելով Սպիտակ տան պաշտոնյայի։ Նշվում է, որ պաշտոնյան այս խոսակցությունն անվանել է բանակցությունների բնական հաջորդ քայլ։ Թրամփի եւ Պուտինի անձնական հանդիպման հարցը ամենայն հավանականությամբ կբարձրացվի նրանց զրույցի ընթացքում, ասվում է հեռուստաալիքի հայտարարության մեջ։ Ուկրաինայի զինված ուժերը դուրս են բերվում Դոնեցկի շրջանի դիրքերի մի հատվածից զինվորների կյանքը փրկելու շրջափակումից խուսափելու համար, ասում է գեներալ-լեյտենանտ Նայևը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մարտի 18-ին կհրապարակվեն ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի սպանության վերաբերյալ շուրջ 80,000 H նյութեր։ Նախընտրական արշավի ժամանակ ես ասել եմ, որ կհրապարակեմ դրանք, եւ ես խոսքի տեր մարդ եմ, ուստի դուք վաղը կստանաք Քենեդիի վերաբերյալ փաստաթղթերը։ Դրանք շատ էջեր են, մոտ 80,000 H։ Armenpress-ի փոխանցմամբ ասել է Թրամփը Վաշինգտոնի Ջոն Քենեդիի անվան կատարողական արվեստների կենտրոն այցելության ժամանակ։ Հունվարի 23-ին Թրամփը ստորագրել է հրամանագիր Ջոն Քենեդիի եւ խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մարտին Լյութեր Քինգի սպանությունների վերաբերյալ գաղտնի նյութերի հրապարակման մասին։ Գազայի վրա Իսրայելի հարվածները սուր քննադատությունների են արժանացրել արաբական երկրների եւ միջազգային հանրության կողմից, որոնք կոչ են արել Իսրայելին դադարեցնել ռազմական գործողությունները եւ փրկել հրադադարի համաձայնագիրը։ Armenpress-ի փոխանցմամբ այս մասին հայտնել է Al-Arabian։ Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Իսրայելի կողմից Գազայի հատվածի վրա մահացու ավիահարվածները, դրանք անվանելով հունվարի 19-ին ուժի մեջ մտած հրադադարի կոպիտ Հարվածները վտանգավոր էսկալացիա են, որոնք կարող են լուրջ հետևանքներ ունենալ տարածաշրջանի կայունության համար, նշվել է Եգիպտոսի հայտարարության մեջ։ Թուրքիան հայտարարել է, որ Իսրայելի հարձակումները Գազայի վրա հավասարազոր են պաղեստինցիների դեմ ուղղված ցեղասպան քաղաքականության նոր փուլին եւ կոչ է արել միջազգային հանրությանը վճռական դիրքորոշում ցուցաբերել ապահովելու հրադադարի պահպանումը եւ մարդասիրական օգնության տրամադրումը։ Հայտարարության մեջ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն ավելացրել է, որ անընդունելի է Իսրայելի կողմից տարածաշրջանում բռնության նոր փուլ առաջացնելը, հավելելով, որ Իսրայելի կառավարության թշնամական մոտեցումը սպառնում է Մերձավոր Արևելքի ապագային։ ՄԱԿ-ի խոսնակի խոսքով գլխավոր քարտուղարը ցնցված է Գազայի հատվածում Իսրայելի ավիահարվածներից, նախստորեն կոչ է անում հարգել հրադադարը, վերականգնել մարդասիրական օգնությունը, իսկ մնացած պատանդներին ավերապահորեն ազատ արձակել։ Իր հերթին Կրեմլը նախազգուշացրել է Գազայում սրացման պարույրի մասին։ Իրավիճակի սրումը, էսկալացիայի հերթական պարույրը սա է մեզ մտահոգում։ Իհարկե, հատկապես մտահոգիչ են խաղաղ բնակչության շրջանում մեծ թվով զոհերի մասին տեղեկությունները, լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Չինաստանը կոչ է արել քայլեր ձեռնարկել Գազայում մարդասիրական աղետը կանխելու համար։ Չինաստանը խիստ անհանգստացած է Իսրայելի եւ Պաղեստինի միջև առկա իրավիճակով, ասել է արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգը, կոչ անելով կողմերին խուսափել ցանկացած գործողությունից, որը կարող է հանգեցնել իրավիճակի սրման եւ կանխել ավելի լայնածավալ հումանիտար աղետը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն եւ պաշտպանության նախարար Իսրայել Կացը Իսրայելի պաշտպանության բանակին հանձնարարել են Համասի դեմ վճռական միջոցներ ձեռնարկել Գազայի հատվածում։ Ըստ իսրայելական կողմի, Համասը մերժել է բոլոր առաջարկները, որոնք նա ստացել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի հատուկ պատվիրակ Ստիվ Ուիտկոֆից եւ մյուս միջնորդներից։ Հայաստանի Հանրապետության դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև դատաիրավական համագործակցության զարգացմանը, դատապարտյալների փոխանակման եւ երկկողմ իրավական փոխադարձ օգնության մեխանիզմների ամրապնդման ուղղված հարցեր։ Կողմերը կարևորել են դատաիրավական ոլորտում փոխգործակցությունը եւ պատրաստակամություն հայտնել խորացնել շփումներն այդ ուղղությամբ, նպատակ ունենալով ապահովել քաղաքացիների իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությունը։ Պաշտպանության նախարարության լրատվամիջոցներում Գյումրիի նախընտրական քարոզարշավում բանակի եւ բարձրաստիճան սպաների ներգրավվածության վերաբերյալ հրապարակումներ են զետեղում։ Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց գործառույթների իրականացման շրջանակում զորամիավորումներում, տարբեր կայազորներում պարբերաբար հանդիպում քննարկումներ են անցկացնում հրամանատարական կազմի ներկայացուցիչների հետ, սակայն այդ հանդիպումները քաղաքական ուղղվածություն ենթատեքստ չունեն եւ բացառապես բանակային օրակարգի շրջանակում են։ Ուստի հորդորում ենք զերծ մնալ բանակի եւ նրա ներկայացուցիչների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող հրապարակումներ կատարելուց։ Այս մասին հայտնել է Պաշտպանության նախարարության մամլուք արտուղարը։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար իրականացվող զբաղվածության ծրագրի արդյունքները։ 2024 թվականի ընթացքում հաստատվեց հատուկ զբաղվածության ծրագիր, որը նախատեսված է բացառապես Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար։ Ծրագրի մեկնարկից այս տարվա հունվարից 1800 անձ արդեն իսկ աշխատանքի է անցել, իսկ այս պահին ծրագրի շահառուների թիվը գերազանցում է 2180-ը, Armenpress-ի հաղորդմամբ ասաց Ժամակոչյանը։ Նրա խոսքով ընդհանուր առմամբ 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ավելի քան 21800 բռնի տեղահանված անձ է աշխատանքի անցել Հայաստանում, իսկ 4600-ից ավելի տեղահանվածներ գրանցվել են որպես ինքնազբաղված կամ կազմակերպության հիմնադիր։ Մեծ Բրիտանիան եւ Եվրամիությունը մտադիր են քննարկել, թե ինչպես կալանք դնել ռուսական սառեցված ակտիվների վրա, համատեղ պաշտպանական ծախսերը մեծացնելու համար։ Ինչպես հաղորդում է Armenpress-ը, այս մասին հաղորդում է Bloomberg-ը հողում անելով աղբյուրներին։ Ինչպես նշում է գործակալությունը, քննարկումները մարտի 18-ին տեղի կունենան Լոնդոնում Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեվիդ Լեմիի եւ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հանդիպման ժամանակ։ Ըստ Bloomberg-ի աղբյուրների բանակցությունների թեման լինելու են այն միջոցները, որոնք Եվրոպայի համար իրավական հիմնավորում կապահովեն միլիարդավոր դոլարների ռուսական ակտիվների վրա կալանք դնելու համար։ Գործակալության զրուցակիցները հայտնել են, որ այդ հարցում առաջընթաց է գրանցվել չնայած առանձին եվրոպական երկրների դիմադրությանը, ինչպիսիք են Բելգիան եւ Գերմանիան, որոնք մտահոգված են, թե բռնագրավումը կարող է խախտել պետական անձեռնմխելիության սկզբունքը եւ ազդել եվրոյի փոխարժեքի վրա։ Գործակալությունը հիշեցնում է, որ Եվրամիությունն մեծ 7-յակի երկրները եւ Ավստրալիան սառեցրել են Ռուսաստանի կենտրոնական բանկի շուրջ 270 միլիարդ դոլարի ակտիվները։ Ռուսաստանի հայտի ֆիզիկական անձանց նկատմամբ սահմանված պատժամիջոցների միջոցով սառեցվել են նաեւ շուրջ 58 միլիարդ դոլար գումարի ակտիվներ։ Հունգարիան այնուամենայնիվ համաձայնել է երկարաձգել Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցները ԱՄՆ-ից ցանկելուց հետո, գրում է Պոլիտիկոն։ Հունվարին Բուդապեշտը սպառնացել էր վետո դնել պատժամիջոցների երկարաձգման վրա, վկայակոչելով Թրամփի վերադարձը Սպիտակ տուն, սակայն ըստ Պոլիտիկոյի Հունգարիայի դիրքորոշումը փոխել է հենց ԱՄՆ-ի միջամտությունը։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն զանգահարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիարտոյին, համոզելով նրան չխախտել Եվրամիության պատժամիջոցների համակարգը։ Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ մեկ շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ն անհաջող կերպով փորձել է Հունգարիային համոզել աջակցել Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների երկարաձգմանը։ Բուդապեշտը պնդել է, որ պատժամիջոցների ցուցակում ավելի քան 2200 ֆիգուրանտներից 8 մարդ հեռացվի։ Փոխզիջման արդյունքում նրանցից 4-ը մնացին պատժամիջոցների տակ։ Պարոն Աղազյան, հաջորդ շաբաթ լիագումարը կմեկնարկի եւ ձեր անձեռնմխելիությունից զրկելու հարցը դատախազը արդեն կներկայացնի պատգամավորներին։ Համաձայնություն կտա ձեզ իշխող մեծամասնությունը դատախազի իշխանությանը։ Ես կարծում եմ, որ համաձայնություն կտա, որովհետեւ քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորներից ընդամենը մի քանի հոգի են, որոնք իրավաբաններ են եւ որոնք կարող են այս կամ այն կերպ adekvat կամ ճշգրիտ գնահատել իրողությունները, իսկ մյուսները այդքան իրավաբանական գիտելիքներ չունեն եւ հետեւաբար պետք է հնարավորություն տան
դատախազությանը եւ իրավախ մյուս մարմիններին սկսելու գործընթաց պարզելու այն ինչ է տեղ ունեցել այո Դուք ԿՊ խմբակցությունում որոշում է Ես այսինքն կարծում եմ որոշումը արդեն կա ես կարծում եմ դա քաղաքական որոշում է Պարոն Աղազարյան ԿՊ խմբակցությունում կապված կայացվեր բան Ես դա կասեմ բանի ժամանակ ազգային ժողովի նիստի ժամանակ Պարոն ասեմ Աղազարյան Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարում է, որ պետք է լծակներ գտնել ձեզ մանդատից զրկելու համար։ Կարծում եք Փաշինյանի այս հայտարարությունը նաև դեր ունեցավ, որ դատախազ ամեն դեպքում այս գործով գա խորհրդարան։ Ինձ մանդատից զրկելու համար կա շատ Մանդատը չէ, անձեռնմխելիությունից Ոչ, պարոն Փաշինյանի նպատակը ինձ մանդատից զրկելն է։ Եվ ինձ մանդատից զրկելու համար կա շատ գեղեցիկ ռեալ ճանապարհ։ Գյումրու ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը պարտություն է կրում եւ վարչապետը գնում է արտահերտ ընտրությունների, հետեւաբար բոլորը այդ թվում նաեւ ես զրկվում եք մանդատից։ Այսինքն լինելու է Գյումրիից հետո քաղաքացիական պայմանագիրը պարտված արտահերտ ընտրություններ։ Այո։ Ինչ հիմքով եք ասում դա ինչ է։ Չեմ ասի ինչ հիմքով, դա կասեմ, երբ որ բանը տեղի ունենա, որպեսզի հիմնավորեմ իմ տեսակետը։ Չեմ ուզում Աղազարյան ձեր կարծիքով հիմա Նիկոլ Փաշինյանը ինչպիսի ռեյտինգ ունի Ամենաբարձրն է ռեյտինգը բոլոր դեպքերում։ Կարծում եք որ նա աջակցություն Համատությամբ ցածր, բայց բոլոր դեպքերում ամենաբարձրն է։ Դուք որպես եկաք իշխանական կուսակցությունից դա ազդեց կուսակցության ռեյտինգի նվազման Այո։ ինչքանով Մենք կարող ապտայ 1%-ի շահ։ Պարոն Աղազարյան, ձեզ այս process-ը արագացավ նաև այդ ԿՊ-նիստից իրենց բնորոշման պետարտահոսքերի պատճառով, նաև մի քրեական գործել այդ թեմայով Արտահոսքերի իրենց ձևակերպումն Բան չեմ ասում, չէ, բան չեմ ասում, բայց դուք հետևողական չեք լրագրողները Ձեզ մի րոպե, այդ գործից եք ասեմ։ Դուք այնքան լայն հնարավորություններ ունեք, ես այնքան եմ կարևորում լրագրողական համույթի աշխատանքը, որ ես տասնյակ անգամ արդեն հոգնել եմ, ասել եմ, որ եթե ես արտահոսք եմ կատարել մեր խմբակցության նիստերից եւ այլ քննարկումներից, ապա դա ես համարում եմ դավաճանություն թիմի նկատմամբ եւ եթե այդ Պավլիկ Մարոզովները լրագրողների ներկայությամբ հիմնավորեն այդ հանգամանքը, կհիմնավորեն ընդհանրապես ցույց տան մի քանի դեպքեր, որ այդ բանը տեղի ունեցել։ Ես իմ մանդատը վար գտնեմ։ Դա ասել եմ Առաջին օրվան։ Պարոն Աղազարյան, ես ուզում եմ հետևյալը հարցնել, այդ պետական գաղտնիքի այսպես ենթադրյալ հրապարակման հոդվածով հենց քրեական գործ կար, բայց ըստ էության այդ գործով որևէ տեղաշարժ չեղավ եւ մինչեւ հիմա հայտնի չէ, ձեզ կանչել են հարցաքննության այդ գործով առհասարակ թե ոչ էլ կանչել։ Ոչ, ես չեմ կանչել այդ գործով հարցաքննության բնության մեջ չի կարող այդպիսի բան լինել, որովհետև ես ինքս պետական գաղտնիք չեմ տիրապետում, ես կարող եմ պետական գաղտնիքի ծանոթանալ այն պետական գաղտնիքի, որ թույլատրված է պատգամավորին ծանոթանալ, հստակ ընթացակարգով գնում ես համապատասխան բաժին, դիմում ես գրում, խնդրում ես ներկայացնել տվյալ փաստաթուղթը բերում են քեզ ներկայացնում են տեղում կարդում ես, ծանոթանում ես, հետ ես տալիս Այդպիսի իրավիճակ ես իմ 7 տարվա մեջ չեմ եղել։ Իսկ եթե խաշի սեղանի շուրջ որևէ պաշտոնյա ամենաբարձր աստիճան պաշտոնյա ամենաթեկուզ Նիկոլ Փաշինյանը որևէ իր խոսքի մեջ որևէ բան է ասել, որը պարունակել է պետական գաղտնիք, ես էլ 4 ժամ հետո խորովածի սեղանի շուրջ եմ կիսվել իմ եկեղեցի հետ, կներեք դա։ Բայց եղել է նման նախադեպ, որ Նիկոլ Փաշինյանը ուտել խմելու ընթացքում ինչ-որ հույժ կա։ Քանի որ ես չեմ տիրապետում, որն համարվում պետական գաղտնիք կամ որը պետական գաղտնիք չի, հետեւաբար պետք է ասեմ, որ այդպեսի իրավիճակ չի եղել։ Աղազարյան, հիմա ձեզ քաղաքական հետապնդման են ենթարկում մանդատը։ Ոչ, իսկ քաղաքական հետապնդման չի ենթարկում, ինձ ենթարկում են քաղաքական ճնշումների։ Ինչու՞։ Որ մանդատը վայր չդրեցիք։ Երկու նպատակով, որ ասենք մանդատը վայր չդրեցի եւ դա պարոն վարչապետը եւ քաղաքական թիմը գտնում է, որ դա իշխանության հեղինակությանը հարված է եւ երկրորդ պատճառը, որպեսզի իմ նախկին գործընկերներից ոմանց սանձահարեն իմ հեռանկարի ակնկալիքով, որ մենք գիտենք ինչ գործընթացների մեջ են գտնվում այս պահին, որ այդ գործընթացները որոշ դեպքերում սահմանացնեն։ Այսինքն դուք սանձահարվող տեսակ չեք, պարոն Աղազարյան, որը մի օր էլ կալանքի միջնորդություն բերի։ Եթե ես ինձ խելոք չպահեմ, չգնամ խուսափեմ գնալ այսպես կոչված
ենթարկվել քննիչների օրինական պահանջներին, բնականաբար դրան կհասնի։ Պարոն Աղազարյան, Քաղաքներ կբացահայտեք։ Քաղաքական առումով, չէ, դե ես չեմ կարծում քաղաքական առումով, որովհետև ասենք կալանքի վրա որպես բան, որ կալանքի վրա որպես ճնշում այդ արդյունքի հասնելու համար չի արվի։ Ես 65 տարեկան եմ եւ ես չեմ պատրաստվում իմ ապրած կյանքը, ասենք իմ ապրած կյանքի վրա խաչ քաշեմ։ Ես բաներ ունեմ ասել, որ կասեմ ազգային ժողովի նիստի ժամանակ, որտեղ ասենք ակնհայտ կլինի, որ շատ բաներ ծիծաղելի են։ Պարոն Աղազարյան, որ ասում եք, եթե քննիչների մոտ չգնաք եւ այլն կալանքի կտանենք, դրանից զատ տեսնում եք քաղաքական պահանջ, հրահանգ ձեզ կալանավորելու, թե ոչ։ Չեմ տեսնում, որտեղ արդյունք չի տա, որտեղ ես ինչ որ պիտի ասեմ, ասելու եմ, թեկուզ կալանքի բարի մել լինեմ, էլի ասելու եմ, իմ անհանգստությունը եւ ես երազում եմ, որ այն անհանգստությունները, որ ես ունեմ, ես սխալված լինեմ, թեկուզ դրա համար մի 8 ամիս էլ կալանքի տակ լինեմ։ Պարոն Աղազարյան, քանի որ դուք հիմա Ես կասեմ այդ ազգային ժողովի նիստի ժամանակ։ Քանի որ դուք հիմա իշխանության մաս չեք, ընդդիմություն եք կարելի ասել, հնարավոր է որ ձեզ տեսնենք ընդդիմադիր շարժումների կիզակետում, ասենք Նիկոլ Փաշինյանին հեռացնելու շարժումների։ Ես ոչ, ամուսնության հարցերի հետ կապված իմ մոտեցումը ուրիշ է, ես կողմ եմ։ Հա, իհարկե, եթե սա ժողովուրդն է փողոց, մի հոգյապետ ես էլ կարող եմ պատահի կանգնեմ այդ մի եթե ավոր ժողովուրդը դուրս գա փողոց, ինչպես 18 թվականին, բայց մեր կուսակցության մոտեցումը հետևյալն է եւ մեր թիմի մոտեցումը հետևյալն է։ Նիկոլ Փաշինյանը մեր պետությունը ղեկավարել է ծանրագույն ժամանակահատվածում, ծանրագույն որոշումներ ընդունելու ժամանակահատվածում եւ որպես մարդ, որպես քաղաքացի, որպես պետական գործիչ, հոգեբանորեն, ֆիզիկապես, բարոյապես նաեւ ինքը սպառվել է եւ պետք է գնա հանգիստը։ Եվ մենք բարոյապես դա չի բարոյական չի, նույն բանը չի։ Եվ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հերթական կամ արտահերթ ընտրությունների ժամանակ պարոն վարչապետը չվերարտադրվի օրենքներով սահմանադրության։ Էլի ներողություն, էլի բանը սխալվելու իրավունքով ժողովուրդը ոչ կորոշի, մենք Պարոն Աղազարյան, որ նշեցիք, եթե բոլորը դուրս գան եւ մի հոգի մնա, դուք էլ դուրս կգաք, այսինքն Ծառուկյանի նման 5 պակաս իշխանափոխությունից 5 պակաս փողոց դուրս կգաք։ Ես չեմ կարծում, որ տեղին այն Ծառուկյանի հետ համատել, որովհետեւ բանը Ինչ, վիրավորական։ Չէ, վիրավորական չի, բոլորովին։ Ծառուկյանի ասենք մոտեցումները բաներ ուրիշ է։ Ես ուզում եմ ասել, որպես ֆիզիկական անձ, Ծառուկյանի հնարավորությունները իմ հնարավորությունից կներեք մի քիչ Ես քաղաքական եմ ծառայել, ոչ Եվ քաղաքական։ Պարոն Աղազարյան, Մի քիչ տարբերում է, Պարոն Աղազարյան, երբ որ միջնորդության մասին հայտի դարձավ դատախազության, արդյոք այս ընթացքում քաղաքացիական պայմանագիր խմբակցության որևէ պատգամավոր կամ պատգամավորներ ասել են դժվարանում ենք ձեզ կողմ քվեարկել, որ ձեռքվեն, այսինքն որևէ արձագանք եղել է ձեր նախկին Ես ընդգծված կերպով չեմ շփվում իմ նախկին գործընկերների հետ, որովհետև ես երջանիկ եմ, որ նրանցից մեծամասնության հետ նրանց մեծամասնության հետ ճանապարհ եմ անցել եւ չեմ ուզում իմ շփումներով իրենց դնել դժվար անհարմար վիճակի մեջ եւ Պարոն Աղազարյան, հետեւաբար չէ, բարևում եք, որտեղ ենք բարևում։ իսկ պարոն Աղազարյան, քանի որ նախադեպ եղել է խորհրդարանում, այն ժամանակ դուք ԿՊ-ում էիք, օրինակ Սեյրան Օհանյանի անձեռնմխելիության հարցը, երբ որ եղավ։ Նման դեպքերում որոշումը, որ պետք է կողմ քվեարկել կայացում եւ թիմին այդ մասին հայտնում է, թե ամեն դեպքում падգամավորների դիրքորոշումը հաշվի է առնվում որոշումը։ Ես կարծում եմ, եթե դու թիմի անդամ ես, պետք է թիմի որոշմանը ենթարկվես։ Այսինքն որոշումը խմբակցության ղեկավարն է ասում, որ պետք է։ Բայց խիալ խմբակցության ղեկավարն ասում, խմբակցությունը քննարկում է, որոշում է ընդունում։ Խմբակցությունը ես էլ բացատրում եմ, խմբակցությունը քննարկմանը ներկա են լինում 60 падգամավոր, 29-ը ասում է չպետք է պարոն Աղազարյանին զրկենք անձեռնմխելիությունից, 31-ն ասում է պետք է զրկենք պարոն Աղազարյանին անձեռնմխելիությունից։ 31-29 որոշումը կայացված է, 29-ը պետք է ենթարկվի որոշմանը։ Այդ իմ բանն է։ Պատգամավորը ինչ այդպես նաթմիտ ունեք։ Դե խիլշի բանը սահմանա եւ ինքը հետ իր կարծիքը հայտնում է խմբակցության նիստի ժամանակ։ Մի շատ կարեւորագույն հարցի հետ կապված ես միայնակ տեսակետ եմ հայտնել եւ բոլորը համաձայնվել են իմ տեսակետի հետ եւ այդ որոշումը կայացվել է եւ այդ որոշումը շատ կարեւոր մարդու ոչ չի կարող ասել բեկանի սրտով չի եղել դա չեմ ասի Իսկ պարոն Աղազարյան, դուք անձամբ քվեարկությանը կմասնակցեք։
Обычно. Ինչ կողմ կքվեարկեք։ Փոխելը պակասը։ Պարոն Աղազարյան, դուք Դե գուցե ուզենաք, որ ճշմարտությունը բարձվի։ Ես գիտեմ ճշմարտությունը, իմ օրը բարձր բան չկա, իհարկե։ Պարոն Աղազարյան, դուք Փաշինյանին ավստահություն հայտնելու գործընթաց եք ուզում սկսել, իր ուժի մեջ եք։ Ո՞վ է ասել դες բան։ Մամուլներ Դե գրել։ մամուլը շատ բան է գրել։ Բայց չկա այդպիսի բան։ Չեմ ասի։ Տեսեք, որ ասեցիք, եթե միտինգ բանի դուրս կգաք փողոց կան մարդիկ, որոնց կազմակերպած հանրահավաքներին չգնանք Ռոբերտ Քոչարյանը։ Ես կոկետ ծրագիր ունեմ, որը կհրապարակեմ Գյումրի ընտրություններից հետո, եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը պարոն վարչապետի գլխավորությամբ որոշեն, որ գնան արտահայտ ընտրությունների։ Եթե չգնացին, կհրապարակեմ մի 3 ամիս հետո։ Բագրատ Սրբազանի մասին ձեր կարծիքը փոխել եք, առաջինեն դեմ էի։ Ոչ, չեմ փոխել, դեմ եմ։ Պարոն Աղազարյան, Ահա։ չէ, ավարտեք ոնց որ պետք է։ Չէ, հարցը իմ կարծիքը Բագրատ Սրբազանի նկատմամբ, իմ կարծիքը ոչ Բագրատ Սրբազանի նկատմամբ եմ փոխել, ոնց որ եղել է բացասական, այնպես էլ բացասական կա, իմ կարծիքը չեմ փոխել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, ոնց որ եղել է, այնպես էլ կա։ Ես ձեզ պետք է մեջբերեմ չեք փոշմանել, որ նրանց ձեր խոսքերն է դեր գապոն էիք ասում։ Ոչ, չեմ փոշմանել։ Իսկ պարոն Աղազարյան, ստացվում է, որ կամ կարող ենք ասել, որ Նիկոլ Փաշինյանը ամեն դեպքում ձեզ մանդատից զրկելու հարցում այսպես նահանջ կամ հետքայլ չի անում, դեռ փորձում է հասնել այդ Թող չանի, նավայնե կակ նավայնե, մեկ է կկռվենք։ Այսինքն կարող ենք ենթադրել, որ դուք ձեր խոսքերով ասած չսանձահարվող տեսակ եք։ Այո, ցավոք սրտի այդ մասին պարոն վարչապետը չգիտեր։ Չգիտի ցավոք սրտի։ Ինչու՞։ Դե չի մասը։ համար։ Իր համար ցավոք սրտի, ոչ իմ համար։ Իմ համար բարեբախտաբար բնականաբար։ Իսկ ինչ է կարծում, կարող է ձեր ուժը լուրջ վտանգները ԿՊ-ի համար ներկայացնում։ Դրա համար Այո։ Այդ դու չգիտես։ Առաջիկայում կհամոզվես նրան։ Իսկ ձեր Մոսկվայի ընկերը ինչ է ասում այս գործընթացի մասին։ Սատարում է ինձ։ այդպես էլ չվերադարձավ հայրենիք։ Վերադարձավ գնաց, հիմա ընդդեմ սատարում։ Իսկ այժմ եղանակի մասին օդի ջերմաստիճանը մարտի 19-ին 23-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 10-ից 12 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում 11-ից 13 աստիճանով, ցերեկը առանձին հատվածներում սպասվում է քամուշ գնացում 15-ից 19 մետր/վայրկյան արագությամբ։